Համասը վերադարձրել է իր մոտ պահվող բոլոր 20 պատանդներին, որոնք ողջ էին մնացել։ Դրա դիմաց, ինչպես նախատեսված էր հրադադարի համաձայնագրի առաջին փուլով, իսրայելական բանտերից ազատ է արձակվել գրեթե 2000 բանտարկյալ։ Նրանց մի մասը ժամանել է Գազա, մի մասն էլ Ռամալլահ։ Բացի այդ, հրադադարի մի քանի օրվա ընթացքում Գազայի հատված է մտել շուրջ 1 միլիոն մարդու համար նախատեսված հումանիտար օգնություն։ Միևնույն ժամանակ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ընդունել է ԱՄՆ նախագահին։ Դոնալդ Թրամփը Քնեսեթում գրառում է արել հյուրերի հուշամատյանում նշելով սա նոր սկիզբ է։ Քնեսեթի պատգամավորների մի մասը կրել է գլխարկներ Թրամփը խաղաղության նախագահ վերտառությամբ։ ԱՄՆ նախագահին Քնեսեթում դիմավորել են հոտնկայս ծափահարություններով։ Սա պատմական արշալույս է նոր մերձավոր արևելքի համար, իր ելույթում նշել է Թրամփը շնորհակալություն հայտնելով Նեթանյահուին, ինչպես նաև արաբական երկրներին, որոնք օգնել են բանակցություններում։ Թրամփի խոսքով այժմ Իսրայելի եւ ամբողջ տարածաշրջանի համար ոսկե դար կսկսվի։ Սպիտակ տան ղեկավարի ելույթի ժամանակ ընդդիմադիր պատգամավորներից մեկը պաստառ է պահել, որի վրա գրված է եղել «Ճանաչեք Պաղեստինը»։ Մյուս պատգամավորների դժգոհության ֆոնին նրան արագ հեռացրել են դահլիճից։ Այս ընթացքում Շարմ էլ-Շեյխում պատրաստվում են խաղաղության գագաթնաժողովին, որը կնախագահեն Եգիպտոսի եւ Միացյալ Նահանգների նախագահները։ Շուրջ 20 երկրների ղեկավարների հետ գագաթնաժողովին կմասնակցի նաև Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը։ Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ Նեթանյահուն չի մեկնի Եգիպտոս հրեական տոնին ընդառաջ ժամանակի սղության պատճառով։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ հաջողություն է մաղթել Շարմ էլ-Շեյխի հանդիպման մասնակիցներին, շեշտելով Գազայում խաղաղության վերաբերյալ Թրամփի ծրագիրը լավագույնն է, որ այժմ դրված է բանակցությունների սեղանին։ Միևնույն ժամանակ Լավրովի խոսքով Թրամփի պլանը չի լուծում պաղեստինյան պետականության խնդիրը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ելույթ է ունեցել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 71-րդ նիստում, որին մասնակցում են գրեթե 50 երկրների պատվիրակություններ։ Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահին պետք է ստիպել գնալ խաղաղության։ Նրա խոսքով, եթե հաջողվել է Համասին ստիպել վերադարձնել պատանդներին, ապա Վլադիմիր Պուտինին էլ կարելի է ստիպել վերականգնել խաղաղությունը։ Միևնույն ժամանակ Կիև է այցելել Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանի ամառային հարձակումը ձախողվել է եւ տարածքային շատ քիչ ձեռքբերումները տեղի են ունենում մեծ գնով։ Միևնույն ժամանակ, ըստ Կալասի, Ռուսաստանի ռազմական տնտեսությունը թուլանում է։ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան իր հերթին նշել է, որ եւս 7 երկիր ցանկություն է հայտնել ներդրումներ կատարել Կիևի համար զենք ձեռք բերելու ՆԱՏՕ-ի նախաձեռնությանը։ Դոնալդ Թրամփը չի բացառել Ուկրաինային Թոմահոք հեռահար թևավոր հրթիռների տրամադրումը, եթե մոտ ապագայում չհաջողվի կարգավորել ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Այս հայտարարությանը նախորդել էր Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Քննարկման թեմաներից մեկը եղել է Ուկրաինային հեռահար հրթիռների մատակարարումը։ Զելենսկին հայտարարել է, որ Թոմահոքներ ստանալու դեպքում Կիևը դրանք կկիրառի միայն ռազմական թիրախների դեմ։ Կրեմլում հայտարարել են, որ Կիևին Թոմահոք հրթիռների փոխանցումը լրջորեն կսրի իրադրությունը։ Միևնույն ժամանակ ռազմական գործողությունները շարունակվում են։ Ուկրաինական կողմը հայտնել է ռուսական 80-ից ավելի անօդաչուի հարձակումը հետ մղելու մասին։ Զապորոժիեի մարզում ռուսական անօդաչուի հարվածից 2 մարդ է զոհվել։ Սումիի մարզում 2 մարդ վիրավորվել է։ Օդեսայի մարզում անօդաչուների հարվածներից հետո հագուստի պահեստներում խոշոր հրդեհներ են բռնկվել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել է ուկրաինական 103 ԱԹՍ խոցելու մասին, որոնց հիմնական թիրախում եղել է Ղրիմը։ Թեոդոսիայի նավթաբազայում հրդեհ է բռնկվել։ Սեբաստիան Լկորնյուն, որը վերանշանակվել է Ֆրանսիայի վարչապետի պաշտոնում, հայտարարել է նոր կառավարության կազմը։ Հոկտեմբերի 6-ին կառավարության կազմը հայտարարելուց 14 ժամ անց Լկորնյուն հրաժարական էր տվել, պաշտոնավարելով ընդամենը 26 օր։ Այս անգամ նա խոստացել էր փոփոխել կառավարության կազմը, այնուամենայնիվ արտգործնախարար Ժան-Նոել Բարոն եւ արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենը պահպանել են պաշտոնները։ Պաշտպանության նախարարի պաշտոնը, որը նախկինում զբաղեցնում էր հենց Լկորնյուն, վստահվել է Կատրին Ոտրինին։ Ծայրահեղ ձախ անկոտրում Ֆրանսիա կուսակցությունն ազգային ժողովում գրանցել է կառավարությանն անվստահություն հայտնելու մասին բանաձևի նախագիծ։ Այն ստորագրել են նաև մի քանի այլ կուսակցությունների ներկայացուցիչներ։ Պակիստանի եւ Աֆղանստանի միջև սահմանային բախումների հետևանքով երկու կողմերում տասնյակ զինվորականներ են զոհվել։ Օրեր առաջ Պակիստանն ավիահարվածներ էր հասցրել Քաբուլին եւ Աֆղանստանի արևելքում գտնվող շուկաներից մեկին։ Թալիբանը պատասխան հարվածներ էր հասցրել Պակիստանին։ Շաբաթ եւ կիրակի օրերին փոխադարձ հարվածները շարունակվել են։ Քաբուլը հոկտեմբերի 12-ի երեկոյան հայտարարել է, որ Կատարի եւ Սաուդյան Արաբիայի խնդրանքով դադարեցրել է հարվածները։ Պակիստանը փակել է Աֆղանստանի հետ սահմանը։ Հարյուրավոր աֆղանստանցի փախստականներ մնացել են Պակիստանի անցակետերում։ Կողմերի միջև լարվածությունը սրվել է, երբ Իսլամաբադը Թալիբանից պահանջեց գործողություններ ձեռնարկել Աֆղանստանի տարածքից Պակիստանի վրա հարձակումներ իրականացնող զինյալների դեմ։ Թալիբանը հերքել է այն պնդումները, թե իր տարածքում պակիստանյան զինյալներ կան։
Սյուզաննա Չրաղյան, լուրեր։